Հադրութի առաջին ՊՇ-ի քարտեզը պատրաստ է։ Շուրջ կես տարի մանրակրկիտ զննելուց հետո 9 ՊՇ-ի հարևանությամբ կրկին գտնվել են T-72 Ասլան և T-90S տանկեր, հետևակի մարտական մեքենաներ ու զրահափոխադրիչներ, ինժեներասակրավորային, էվակուացիոն և ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ, ինչպես նաև անձնակազմի կուտակումներ, զրահատեխնիկայի կենտրոնացման շրջաններ ու խոցված տեխնիկայի վերանորոգման կետեր։ Միայն Ղարախանբեյլի Ֆիզուլի հատվածում հակատանկային մարտկոցի 3 զինծառայողներ խոցել են առնվազն 50 տեխնիկա։ Այս բոլոր խոցումները հաստատված են պատերազմի մասնակից զինծառայողների կողմից և ամբողջովին փոխում են պատերազմի արդյունքների վերաբերյալ կազմած մեր կարծիքները։ Շուտով կհրապարակեմ այս քարտեզի վերլուծությունն ու ոչ միայն դուք, այլև իմ էջին հետևող այլազգիներ կտեսնեն ամենն իրենց աչքերով։ Համբերություն բոլորիս։ Հադրութի առաջին ՊՇ-ի քարտեզը պատրաստ է։ Շուրջ կես տարի մանրակրկիտ զննելուց հետո 9 ՊՇ-ի հարևանությամբ կրկին գտնվել են T-72 Ասլան և T-90S տանկեր, հետևակի մարտական մեքենաներ ու զրահափոխադրիչներ, ինժեներասակրավորային, էվակուացիոն և ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ, ինչպես նաև անձնակազմի կուտակումներ, զրահատեխնիկայի կենտրոնացման շրջաններ ու խոցված տեխնիկայի վերանորոգման կետեր։ Միայն Ղարախանբեյլի Ֆիզուլի հատվածում հակատանկային մարտկոցի 3 զինծառայողներ խոցել են առնվազն 50 տեխնիկա։ Այս բոլոր խոցումները հաստատված են պատերազմի մասնակից զինծառայողների կողմից և ամբողջովին փոխում են պատերազմի արդյունքների վերաբերյալ կազմած մեր կարծիքները։ Շուտով կհրապարակեմ այս քարտեզի վերլուծությունն ու ոչ միայն դուք, այլև իմ էջին հետևող այլազգիներ կտեսնեն ամենն իրենց աչքերով։ Համբերություն բոլորիս։